Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Բարի ձեզ Տիկին Ղազարյան։ Տիկին Ղազարյան, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում Արագածոտնի թեմում, անգամ կան ձերբակալվածներ, եթե չեմ սխալվում, 5 քահանայի մասին է խոսքը։ Թեև իրավապահ մարմինները դեռևս հանդես չեն եկել հաղորդագրությամբ, բայց ինչի մասին են վկայում այս ձերբակալությունները եւ խուզարկությունները։ Ես նույնպես չեմ շտապի գնահատական տալ իրավապահների գործողությունների, բայց ես այսպես կարմիր գծով քննադատություն եմ նկատում, որ ահա սա հերթական հարձակումն է հայ առաքելական եկեղեցու վրա, սպասավորների վրա, քաղաքական որևէ գնահատական փորձում են տալ, բայց ինչպես նախկինում օրինակ սպա լինելու հանգամանքը չէր կարող լինել պաշտպանիչ հանգամանք որևէ հանցագործի համար, զինվորականի, մենք ականատես ենք եղել հեղափոխությունից ի վեր որոշ զինվորականների կողմից կատարված ուրեմն ենթադրյալ կամ ապացուցյալ հանցագործությունների վրա, այդպես էլ վեղարի արկայությունը չի կարող փրկել որևէ մեկին, իհարկե չշտապելով կրկին գնահատական տալ կամ որևէ անմեղության կանխավարկած խախտել, բայց այս ենթադրությունները եւ դատարանում էլ պահանջը, որպիսի մարդկանց դիմեն սրբազանով եւ իրենց եկեղեցական անունով, ինձ համար ընդունելի չէ։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ եւ կրկին ազգային հերոսի արկայությունը, վեղարի արկայությունը չի կարող որևէ մեղմացուցիչ հանգամանք լինել որևէ մեկի համար։ Այսինքն այնտեղ որտեղ կա հանցակազմ, իրավապահ համակարգը դրա ետևից գնալու է։ Իհարկե, ժողովրդավարական բոլոր երկրներում բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Տիկին Ղազարյան, տեսեք, երեք Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի, միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը ձեռքը սեղանին խփելով ասաց, որ գրոհելու են Հայաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Սամվել Կարապետյանը ազատության մեջ չեն, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, դրա համար նա հիմա կալանավայրում է, Եվրոդատարան են դիմելու, Եվրամիությանը հասցնելու են այս ազդակները, որ Հայաստանում այսքան շատ քաղբանտարկյալներ կան, բայց ամենաուշագրավն այն է, որ օրինակ այդտեղ էլ հանցակազմ չեք տեսնում եւ կամ իրավապահ համակարգը չպիտի գնա նման հայտարարությունների ետևից, երբ ասում են, որ գրոհելու են Հայաստանի վրա, այսինքն ազգային անվտանգության տեսանկյունից այստեղ վտանգ չեք տեսնում։ Թերևս պարոն Ամստերդամը համալրել է Հայաստանի դեմ պայքարողների հայկական թիմին, որովհետեւ ակնհայտ է, որ հայ պետականության դեմ հուժկու պայքար է մեկնարկել, մեկը գլխավորում է ուրեմն որոշները գլխավորում են նախկին նախագահները կեղծ ցուցմունքներ տալով Հայաստանի Հանրապետության դեմ եւ հիմա տեսնում ենք, որ այս ցանկը համալրեց նաեւ ոմն փաստաբան պարոն Ամստերդամը։ Ես կարծում եմ, որ նա ուղղակի արտահայտում է այն, ինչ արտահայտում է այսպես կոչված մեր ձևով շարժումը, սա մեր ձևով շարժման համալիր կամ ավելի ճիշտ ասած հակիրճ նկարագրությունն է իրենց նպատակների, իրենք պայքարում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու սուվերենության դեմ, սա պետք է նկատեն մեր քաղաքացիները, նկատեն եւ դրան պատասխան տան, արձագանքեն։ Ես կարծում եմ, որ երեք Սամվել Կարապետյանի պաշտպանության համար այդ ցույցի սակավաթիվ լինելը հենց դրա բառապացույցն է եւ ես կարծում եմ, որ պաշտպանական թիմի փոխելու ժամանակն է եկել, որովհետեւ նման ձևով եթե շարունակեն լավ չի լինելու միանշանակ։ Այդ ակցիաներում, ինչպես ասում է Նարեկ Կարապետյանը, մարդկանց թիվը պարբերաբար կմեծանա, եթե Սամվել Կարապետյանին շարունակեք պահել կալանավայրում եւ հետո նաեւ ասում են, որ դուք եք խոչընդոտում, որ այդ ակցիաներում շատ մարդիկ լինեն, իշխանություններն են խոչընդոտում։ Նախ իշխանությունները, քաղաքական իշխանությունները որևէ կապ չունեն ոչ իրենց ցույցերի սակավաթիվ լինելու հետ եւ ոչ էլ Սամվել Կարապետյանի արարքների հետ, ուրեմն իրավապահ համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, իսկ սա ինձ հիշեցնում է պարզապես ընդդիմության այն ցույցերը, որտեղ որ իրենց սակավաթիվ լինելը մշտապես բարդում էին իշխանության կողմից ինչ որ ճնշումների վրա, վերջերս էլ կհիշեք, ուրեմն պատիվ ունեմ խմբակցության լսումներում էլ ասում էին, որ ահա սա հերթական ճնշումներն են իշխանության կողմից, ինչու են այսքան քիչ մասնակիցները, բայց իրականում ամեն ինչ պայմանավորված էր ուրեմն ԱԺ հնարավորությունների հետ, այսքան մարդ տեղավորելով ԱԺ նիստերի դահլիճում, այսինքն այսպես իրենց քիչ
աջակիցներ ունենալը մշտապես արդարացնում են ինչ որ ճնշումները, որոնք իրականության չեն համապատասխանում։ Ես առաջարկում եմ առհասարակ պարոն Կարապետյանի ողջ ընտանիքին քիչ հանդես գալ հայտարարություններով, ուրեմն ելույթներով, որոշ հաղորդումների հյուր լինելով, որովհետև ակնհայտ է դառնում, որ այս մարդիկ չունեն որևէ քաղաքական միտք, չունեն քաղաքական ուղղվածություն եւ նպատակը մեկն է ուղղորդված այլ պետությունների կողմից գալ եւ փորձել քաոս ստեղծել Հայաստանի Հանրապետությունում վնասելով մեր ինքնիշխանությանը։ Բայց Նարեկ Կարապետյանը Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը չի էլ հավակնում դառնալ վարչապետ, իրենք հունվար ամսին կառաջադրեն վարչապետի թեկնածու, որը ընդունելի կլինի բոլորի կողմից, իսկ Սամվել Կարապետյանը կհանդիսանա միայն գաղափարական ղեկավարը, նախ ինչ ասել է գաղափարական ղեկավար եւ ըստ ձեզ ով է լինելու նաեւ իրենց բոլորի կողմից ընդունելու վարչապետի թեկնածուն, որովհետեւ հրապարակ թերթը օրինակ գրեց, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն անցել է գրոհի Կարեն Կարապետյանի դեմ, որովհետեւ ենթադրում է, որ Կարեն Կարապետյանը կարող է լինել այդ հնարավոր հավանական թեկնածուն։ Ընդհանրապես չեմ նկատել Կարեն Կարապետյանին իմ ուրեմն ուղեցրում, ֆիդում, ես ընդհանրապես Կարեն Կարապետյանը կարծես որևէ մեկիս ուշադրության կենտրոնում չի եւ որևէ վախենալու բան չկա Կարեն Կարապետյանից, եթե կհիշեք Կարեն Կարապետյանը թերևս ամենաարագ մերժված վարչապետն է եղել, երբ որ ուրեմն հեղափոխության օրերին որոշել էր, որ նա արտոնյալ է եւ կարող է դեմ դուրս գալ ժողովրդի կամքին։ Կարեն Կարապետյանը առհասարակ խիստ ասոցիացիաներ ունի որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եւ կարծում եմ, որ ընդունելի կարող է լինել իրենց կայսերապաշտական նկրտումները հաշվի առնելով որոշ խմբակների համար, որոնք դեմ են դուրս եկել Հայաստանի Հանրապետությանը, բայց ոչ ավելին։ Իսկ ինչ վերաբերում է այս գաղափարական լիդեր, տեղում աշխատող լիդեր, ես կարծում եմ, որ սա ցույց է դնում նրանց քաղաքական մտքի սնանկությունը, չեն պատկերացնում առհասարակ ինչպես են քաղաքական գործընթացները տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ որ ժողովուրդը հիմար չէ եւ շատ լավ կարող է գնահատել իրավիճակը եւ իրենց քաղաքական հովանավորները։ Ամեն դեպքում ինչու են այս բոլոր ուժերը միաբերան այսպես կրկնում նույն թեզը, որ քաղաքացիական պայմանագրի կողմից շատ ճնշված են, բռնաճնշումներ կա իրենց վրա, այսինքն դա իրենց վարկանիշի վրա դրական է ազդում։ Իրենք պարզապես փորձում են նախ եւ առաջ արդարացնել այն հանգամանքը, որ չունեն իրական աջակցություն ժողովրդի կողմից, եւ ես կարծում եմ, որ արդարացնում են իրենց պատվիրատուների աչքերում, այսինքն բացատրում են, որ ահա չկարողացանք փողոցը գեներացնել, որովհետև քաղաքացիական պայմանագիրի խմբակցությունը ճնշումներ կամ կուսակցությունը ճնշումներ է գործադրում, եւ սա պարզապես պատրվակ եւ արդարացում է։ Երեք Մարուքյանը հայտարարեց, որ երևի ինչ-որ վիճակագրական տվյալներ հաշվի առնելով, որ այլևս առաջատար է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ուժն, այլ Սամվել Կարապետյանի եւ բոլոր մնացած ընդդիմադիր ուժերը պիտի սա հաշվի առնելով կոնսոլիդացվեն Սամվել Կարապետյանի շուրջ։ Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում գրեթե հակառակն էր ասում, որ իր ուժը եւ իր դեմքով գնալ իրենց հաջողություն է բերելու եւ մնացած ուժերին կոպիտ ասած էլի խորհուրդ էր տալիս կոնսոլիդացվել այս դեպքում իր շուրջ եւ նաեւ կարծում եմ Գյումրու օրինակը չբացառելով, բայց ամեն դեպքում ձեր ուժում իսկապես այդ մտավախությունը վախը չկա, որ այս ուժերը, որոնք օրինակ ամենօրյա ռեժիմով նման վիճակագրություններ են ներկայացնում, թե որն է ավելի առաջատար, իսկապես կգերազանցեն ձեր ուժին։ Չէ, նման մտավախություն չկա, ես սա ասել եմ այլ առիթով, բայց կկրկնեմ հերթական անգամ նաեւ ձեր տաղավարում, ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այն միակ կուսակցությունն է, որն ունի հստակ օրակարգ եւ առաջարկ մեր քաղաքացիներին, եւ մեր քաղաքացիները ընդունել են մեր օրակարգը, խաղաղության օրակարգը եւ մեր առաջարկը, համակեցություն մեր հարևանների հետ։ Եվ ես վստահ եմ, որ չկա մեկ այլ քաղաքական ուժ, որը կարող է առաջարկել որևէ օրակարգ։ Եթե նկատեք, անդիմությունը առհասարակ չի կարողանում օրակարգ գեներացնել Հայաստանի Հանրապետությունում, չի կարողանում որևէ առաջարկով հանդես գալ, եւ որ հարցնում ես որն է նրանց այլընտրանքը խաղաղության օրակարգի, իրենք այսպես մի բան են նկարագրում, ինչը առհասարակ պատերազմն է, եւ խաղաղություն թե պատերազմ ընտրությունը 21 թվականին հստակ արձանագրվել է մեր քաղաքացիների կողմից, այն է խաղաղություն, եւ պատերազմ խրախուսող ուժերի հետևից նրանք չեն գնալու։ Հատկապես որ լավ հասկանում են, որ Սամվել Կարապետյանի տղաները չեն գնալու պատերազմելու։ Սամվել Կարապետյանի եղբոր որդին չի գնալու պատերազմելու։ Ռոբերտ Քոչարյանը իր թոռներին օժտել է այլ երկրի քաղաքացիությամբ,
չեն գնալու կռվելու եւ առհասարակ մեր քաղաքացիներին պարտադրելու են մի բան, ինչի մասնակիցը չեն լինելու, ինչից տուժելու է հասարակ քաղաքացին, որը չի ուզում պատերազմել, վստահ եմ, եւ ուզում է ապրել խաղաղության ներքո, որովհետեւ եթե մենք տարիներ շարունակ նայենք ինչ էր ընտրում մեր քաղաքացին, ընտրում էր խաղաղությունը։ Եվ որ բանակից խուսափում էր, էլի մեծ հաշվով կարող ենք մեկնաբանել, որ չէին ուզում պատերազմ առնվազն, չէին ուզում գնալ եւ զոհվել ընտրելով կյանքը։ Եվ առհասարակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ու կուսակցությունը առաջնորդում է այն, ինչ ուզում է ժողովուրդը։ Եվ մենք լսել ենք մեր քաղաքացու պահանջը, այն է խաղաղություն եւ գնալ եւ բանակցել եւ հետևել ենք դրան եւ կարծում եմ, որ դրա շնորհիվ է, որ 26 թվականի հերթական ընտրություններում մենք ունենանք կրկին սահմանադրական մեծամասնություն։ Տիկին Ղազարյան, իսկ չեք կարծում, որ օրինակ շատ վտանգավոր թեզեր կան, որոնք կարող են ձեր դեմ օգտագործվել եւ կամ ձեր ուժի դեմ, օրինակ գոնե թեզերի մակարդակում վերջին շրջանում ընդդիմադիր շրջանակները ներկայացնում են մի թեզ, որ կամ Ռուսաստան, կամ Թուրքիա, կամ գնում ենք դեպի այս կողմ, կամ այսինքն այս երկընտրանքը ամեն դեպքում կա։ Հիմա ձեր ուժին մեղադրում են պարբերաբար թուրքամետ լինելու մեջ, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողություններում կա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջ։ Նախ այս թեզերը ինչի մասին են, այս թեզերը արդյոք ծնվել են Հայաստանի Հանրապետությունում եւ արդյոք մեզ պետք է ընտրել կամ-կամի մեջ։ Ինչի մասին են այս ընտրությունները, մենք գնում ենք կամ-կամի, ինչ որ մի երկրի ընտրելու կամ եթե ոչ հակառակ բևերին ընտրելու։ Շատ լավ։ Նախ ես ուզում ձեր հարցը բաժանել երկու մասի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խոսել, որովհետեւ գուցե երիտասարդ հեռուստադիտողը կամ եթերին հետևողը չկարողանա վերհիշել, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները ակտիվորեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջատագով են եղել։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության նախագահները հյուրընկալել են Թուրքիայի նախագահներին Հայաստանում, ուրեմն այցով եղել են Թուրքիայում եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումները եղել են մեր արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում մշտապես։ Ռոբերտ Քոչարյանի օրոք, իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանը կհիշեք ֆուտբոլային դիվանագիտությունը, կհիշեք ինչպես Արարատ անհայտացավ Հայաստան-Թուրքիա խաղի ընթացքում Հայաստանի հավաքականի շապիկից, այսինքն ես սա որպես քննադատություն հիմա չեմ ներկայացնում, սա ներկայացնում եմ որպես իրողություն, տարբեր փուլերում Հայաստանի իշխանությունները կարևորել են առնվազն Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը եւ կեղծ է այն պնդումը, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ու կուսակցությունը կամ մենք որպես իշխանություն այսպես առաջինն ենք, ով Հայաստան-Թուրքիա հարաբերություններով հետաքրքրված է։ Ճիշտ է այն պնդումը, որ մենք ենք կարողացել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը բերել այս մակարդակի վրա, եւ որ երկկողմ այցեր են տեղ ունենում, կհիշեք Էրդողանի հրավերով մեր վարչապետն էր Թուրքիայում, որտեղ որ ակտիվորեն քննարկվել է հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Այս մասով ուրեմն սխալ է այն մանիպուլյացիան, որ մեզ այսպես փորձում են ասոցացնել միակ որպես ուժ, ով փորձել է Թուրքիայի հարաբերությունները կարգավորել, ճիշտ չէ այս պնդումը միանշանակ։ Ինչ վերաբերում է երկընտրանքին, այո, փորձում են այս մանիպուլյացիայից օգտվել, բայց ճիշտ չէ այս մանիպուլյացիան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի բալանսավորման քաղաքականություն, այսինքն մենք փորձում ենք կարգավորել մեր հարաբերությունները, հիմք ընդունելով մեր ինքնիշխանությունը բոլոր այդ պետությունների հետ։ Եվ մենք թե Ռուսաստանի հետ ենք նոր օրակարգով կարգավորում մեր հարաբերությունները, ինչ նկատի ունեմ, հավասարը հավասարի խոսակցության վրա, որտեղ հիմքում Հայաստանի պետական շահն է։ Իրանի հետ հարաբերությունների կարգավորում Թուրքիայի եւ իհարկե Ադրբեջանի, այսինքն ոչ միայն նեղ հարևան եւ իհարկե Վրաստանի հետ, որի հետ վերջերս համաձայնեցվեց ռազմավարական համագործակցությունը։ Այսինքն Հայաստանը հարևանության եւ դրանից էլ անդին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղվածությամբ է գնում եւ ամենակարևորն է մենք փորձում ենք հանդարտվել բոլորի հետ եւ երբ ես ասում եմ խաղաղության օրակարգ, ես նկատի ունեմ բոլոր պետություններին։ Այսինքն շատ կարևոր է սա հաշվի առնել։ Հակադրություններ դնել պետք չէ, բայց այստեղ գալիս է երկրորդ հատվածը հարցի, որի վրա ուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել, դա կեղծ պատրանքներն են մեր ռազմավարական գործընկերոջ մասին։ Կհիշեք, որ ռուս խաղապահների կոնտինգենտը տեղակայվեց
Արցախում, Լեռնային Ղարաբաղում այսպիսի միֆ կար, որ շատ շահարկված, որ այնտեղ որտեղ տեղակայվում է ռուսական ուրեմն ռազմական կոնտինգենտը, չի լքում, սա ի ցույց է դնելու այն, որ Ռուսաստանը կվերցնի իր անվտանգության ներքո, պաշտպանության ներքո, հաշվի չառնելով այն, որ ամեն պետություն ունի իր շահը, եւ այդ շահը կարող է փոփոխվել հաշվի առնելով իր ներգրավվածությունը այլ կոնֆլիկտներում։ Եվ այստեղ նորություն ասած չեմ լինի, որ ընդդիմությունը այսպես ուռճացված ակնկալիքներ է ձևավորել Ռուսաստանի նկատմամբ, բայց տեղ ունեցավ այն, ինչ մենք բոլորս գիտենք, էթնիկ զտում ռուս խաղաղապահների լուր ներկայությամբ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց եւ այժմ Լեռնային Ղարաբաղում չկա բնակվող գեթ-1 հայ։ Սա տեղի ունեցել Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ներկայությամբ եւ սրան պատշաճ գնահատական իհարկե ընդդիմությունը չի տալու եւ չի տվել։ Ավելի Տիկին Ղազարյան ներողություն եմ խնդրում, ընդդիմությունը սրան համարել է ձեզ մեղադրում, այսինքն ոչ միայն դուք սադրել եք, որպեսզի Ադրբեջանը 2026 թվականին հարձակվի, դուք ձեր ուժը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովուրդը տարբեր մեկնաբանություններ կան, բայց տրամաբանությունը նույնն է։ Ոչ միայն դուք սադրել եք, այլ նաեւ դուք այնպես եք արել, որ Ռուսաստանը այլևս այդտեղ անելիք չունենա։ Այո, ընդդիմությունը փորձում է բոլորին մեղադրանքներ առաջադրել, բացառությամբ իհարկե Ադրբեջանի եւ Ռուսաստանի, այսինքն պատերազմը հրահրել է Հայաստանը, պատերազմը մեղավորն է, էթնիկ զտման մեղավորն է Հայաստանի Հանրապետությունը եւ այստեղ հարց է առաջանում, առհասարակ ինչու են այսպես վարվում։ Արդյոք նրանք այլ պետության գործակալներ են, ազդեցության գործակալներ, սա լեգիտիմ հարց է, որ կարող է հնչել կամ որոշել են այսպիսով, այս նարատիվով գալ իշխանության, բայց իհարկե ակնհայտ է, որ չաշխատող ձև է, որովհետև մեր քաղաքացիները կրկին 21 թվականին արձանագրել են, որ ռազմի դաշտում ստեղծված իրավիճակը չի կարող արտացոլել իրենց ընտրությունը, որովհետև քաղաքացիները ընտրել են իրենց ընտրելու իրավունքը, այսինքն մեծ ձայն տալով ընտրել են ժողովրդավար իշխանություններին։ Եվ սա շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները շատ լավ գնահատում են, թե Ռուսաստանի Դաշնության ոչ պատշաճ արձագանքը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման պարագայում, էթնիկ զտման պարագայում, եւ ես կարծում եմ, որ եթե մեր քաղաքացիների մասնակցությամբ ցանկացած հարցում տեսնենք, կհասկանանք ինչպիսի գնահատական է դա, բացասական գնահատական։ Արդյոք ընդդիմությունը չի նկատում, որ IRA-ի հարցումներով, օրինակ, իհարկե ոչ վերջին, նախավերջին, Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից հետո որպես երրորդ ռազմական սպառնալիք են նկարագրվել։ Այսինքն քաղաքացիները իրողությանը շատ նկատի ունեմ պատշաճ գնահատական է տվել ռիսկեր գնահատելով, որովհետև եւ թե ՀԱՊԿ ունի պայմանագրային պարտավորություններ մեր նկատմամբ եւ դրանք չի նկատում ու չի կատարում, այստեղ արդեն քո անվտանգային ամբողջ պատկերացումը, մեխանիզմները, գործիքակազմը չեն գործում։ Եվ ես կարծում եմ, որ այս երկընտրանքը նախ սուտ է, այսպիսի երկընտրանք չկա մեր քաղաքացիների եւ մեր առաջ, եւ երկրորդը ինքը ամբողջությամբ sense կեղծ է, որովհետև կրկնում եմ, հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մշտապես բոլոր ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել գնահատելով ռիսկներ, վտանգներն ու հնարավորությունները, իսկ Ռուսաստանի մասով մենք դասեր քաղել ենք։ Տիկին Ղազարյան, դուք ձեր խոսքում հետաքրքիր հարցադրում եւ կամ շեշտադրում արեցիք, որ արդյոք նրանք ազդեցության գործակալներ են, երբ որ նման թեզեր են բերում ներքաղաքական դաշտ, ինչ գործ ունեն ամեն դեպքում ազդեցության գործակալները խորհրդարանում եւ քաղաքասարակության ամենամեծ մեղադրանքը, որ ուղղված է ձեզ, այն է, որ ինչ գործ ունի Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ եւ առավել եւս ասուլիս տա եւ ձեզ մեղադրի, իդեպ Ռոբերտ Քոչարյանը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ձեր իշխանության հասցեին, որոնց մասին հաջորդիվ կխոսենք, բայց ամեն դեպքում այս մեղադրանքները տեղին են, թե տեղին չեն։ Քաղաքասարակությունը, որպես ժողովրդավարության պահապան, պաշտպան, մեզնից երբեմն պահանջում է բավականին ավտորիտար միջամտություն։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելը ավտորիտար միջամտություն է։ Եթե քաղաքական ենթատեքստով է, այո, ես ակնկալում եմ մեր իրավապահ համակարգից, որ այն բոլոր հարցերը, որոնք առկա են, պատշաճ կքննվեն եւ կունենան իրավական հետևանքներ։ Այսինքն օրինակ պահանջել հիմա Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական ուժի խոսվել է ընտրակեղծարարության մասին, տեղ ուրեմն պետք է այսպես ասած մունաթը ուղղել իրավապահ համակարգին, որովհետեւ մենք որպես քաղաքական ուժ խոսք ենք տվել, որ լինելու ենք ժողովրդավարից։ Դա ենթադրում է չխառնվել այն
ուրեմն իրավական գործընթացներին, որոնք առկա են երկրում, եւ լավարկել օրենսդրությունը, որն արդեն արել ենք, ապահովել քաղաքական ուժերի թափանցիկությունը, որն արդեն արել ենք, պահանջել հայտարարագրերի ներկայացում, կուսակցությունների թափանցիկ գործունեություն, որն արել ենք, եւ Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքական ուժի լիդեր, մասնակցել է ընտրությունների եւ ունեցել է որոշ աջակցություն եւ ներկայացված է խորհրդարանում։ Այսինքն մենք որպես քաղաքական ուժ ստեղից զատ անելիք չունենք։ Եվ ինչ եմ ասում, ավտորիտար ցանկությունները մեր քաղաքացիական ինձ համար անհասկանալի են, երբեմն պահանջը, հա, այսպես, օրինակ, ինչու Միքայել Աջապահյանին 2 տարի ազատազրկում։ Սա այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Ես քրեական օրենսգրքում փոփոխություններ ավելացրել եմ, փորձել եմ պաշտպանել ինքնիշխանությունը, փորձել եմ։ Այսինքն սրանից զատ, թե ոնց կկիրառի այս նորմը դատավորը, ինձ ուղղվելիք հարց չէ, հասցեատերը ես չեմ, կամ օրինակ ինչու Ռոբերտ Քոչարյանը ըստ էության հարցը հետևյալն է, ինչու չեք զանգում դատավորին, որպեսզի վերջինս կալանավորվի, որովհետև մենք ապրել ենք Հայաստանում եւ գիտենք ինչեր է արել Ռոբերտ Քոչարյանը։ Սա կրկին բավականին ավտորիտար պահանջ է ժողովրդավար իշխանությունների, այս հարցի իրավապահ համակարգին է պետք ուղղել։ Դատախազի զեկույցի ժամանակ մենք ինքներս այս հարցերը շատ հաճախ ուղղում ենք, բայց ավելին դրանից անդին անել չենք պատրաստվում։ Լավ, ինքնիշխանությունը պաշտպանելու տեսանկյունից Տիկին Ղազարյան, Վարդան Ղուկասյանը արդեն բազմիցս նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում է միութենական պետությունների կազմում։ Վերջին հայտարարությունները անգամ սուրեր, ասաց, որ ովքեր դրան ընդդիմանան թրքահպատակ շանվորդի են, եւ այդ թեզերը հենց նաեւ գեներացնում է Վարդան Ղուկասյանը, որ եթե չգնանք Ռուսաստան, այլապես վիլայեթացման ենք գնալու։ Հիմա այս տեսանկյունից իրավապահ համակարգը անելիք ունի, թե չունի, սա ինքնիշխանության շահերի ոտնահարում է, թե ոչ։ Այս հոդվածի հետևից իրավապահ համակարգը պետք է գնա ուսումնասիրի եւ պատշաճ իրավական գնահատական տա։ Ես որպես քաղաքական գործիչ իմ գնահատականն ունեմ։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները անընդունել են, պետք է դաս լինենք 26 թվականի ընտրությունից առաջ մեր քաղաքացիներին գնահատելու ստեղծված իրավիճակը, Գյումրիում այն կոնֆիգուրացիան հասկանալու, որ տեղի է ունեցել, որովհետեւ եթե կհիշենք ամբողջ քարոզարշավ Վարդան Ղուկասյանը եւ Մարտունը փորձում էին Գրիգորյան ձևացնել, որ թշնամիներ են, սա նաև մի բանաձև է, ինչը ակնհայտորեն փորձելու են կիրառել 26 թվականի խորհրդարանական ընտրությունների համար, եւ ըստ էության մինչ այս պահը որևէ խորհրդարանական ուժ չի դեմ արտահայտվել այս հայտարարությանը, ասեմ ավելին խորհրդարանում եղել են ելույթներ, որոնք սատարում են եղել Հայաստան դաշինքից Վարդան Ղուկասյանի այս դիրքորոշմանը եւ ուրեմն բոլոր այն քաղաքացիները, որոնք ձայն են տալու Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի որևէ սատելիտ ուժի, կողմ են քվեարկելու միութենական պետության հնարավորությանը մոտ ապագայում եւ դեմ են քվեարկելու Հայաստանի Հանրապետությանը։ Սա պետք է լինի մեր բոլորի քաղաքական գնահատականը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ աֆիլացված ցանկացած ուժի կլինի Թաթոյան, ով ուզում հիշեցնել, ինչքան էլ չփորձի դիստանցավորել, եղել է Սերժ Սարգսյանի օրոք փոխնախարար, կլինի դա մեր ձևով շարժումը, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանի օրոք աշխատակազմի ղեկավար եղածի որդի Նարեկ Կարապետյանը, այսինքն բոլոր սատելիտ ուժերը, ես ենթադրում եմ Ավետիք Չալաբյանը կակտիվանա, Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինք, բոլոր քաղաքացիները, ովքեր ձայն են տալու այս քաղաքական ուժերից որևէ մեկի, կողմ են քվեարկելու միութենական պետությանը։ Տիկին Ղազարյան, պարբերաբար այս տաղավարից ձեր ուժի տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ մեր հասարակությունը այնքան խոհեմ է, գիտակցում է ինչ է կատարվում եւ վստահ եմ, որ 2026-ին գնալու է եւ ճիշտ ընտրություն է անելու եւ իմ հակադարձումը միակն է, որ արդյոք կարելի է հույսը դնել միայն հասարակության խոհեմության վրա եւ որ հասարակությունը կգնա եւ վերջում ճիշտ ընտրություն կանի։ Պարբերաբար խոսվում է նաեւ կուսակցությունների ֆինանսական թափանցիկության մասին։ Այսօր բոլոր կուսակցություններն են, որ ճակերտավոր ասած իրավունք ունեն գոնե մասնակցել ընտրությունների եւ ել չասեմ հայտնվել խորհրդարանում եւ ձեր ուժին մեղադրել 1000-ում բանում։ Նախ քանի որևէ իրավական գործընթաց չկա կուսակցությունների ապօրինի
ուրեմն ֆինանսական շարժերի մասին, այո, բոլորը իրավունք ունեն մասնակցել գործընթացների, իսկ ինչ վերաբերում է ժողովրդի խոհեմությանը, այս կասկածը նաև 21 թվականին կար, որովհետև ծանր պարտությունից հետո եւ դրա բոլոր հետևանքներից հետո անընդհատ խոսվում էր նրա մասին, որ արդյոք ժողովուրդը կգնահատի, արդյոք չեն վերադառնա նախկինները, կհիշեք, որ Ռոբերտ Քոչարյանը գրեթե վստահ էր իրեն արդեն նոր վարչապետ էր կարգել, բայց ես առավել քան վստահ եմ, որ մեր քաղաքացիները ընտրելու են իրենց ընտրելու իրավունքը։ Այսինքն քաղաքացիները ընտրել են մի ուժի, որի շնորհիվ 26 թվականին կարող են այլ ուժ ընտրել։ Եվ սա պարզ էր, առաջին օրվանից պարզ էր եւ կհիշեք, որ ընթացս գեներացվեց նաեւ խաղաղության պահանջը, խաղաղության օրակարգը եւ ըստ էության մենք ընտրությունների գնացինք խաղաղության օրակարգի հետևից եւ ինչպես հենց հարցազրույցի սկզբի հատվածում ասեցի, խաղաղության ընտրությունը առհասարակ մեր քաղաքացիների մոտ շատ վաղուց է տեղի ունեցել եւ ցավոք սրտի չի եղել մի առաջնորդ, ով միջև վերջ կգնա այս օրակարգի հետևից, այսինքն կա առաջնորդի ժողովրդի ցանկությունը եւ մենք ստանձնեցինք այս դժվար պատասխանատու գործընթաց, ինչ եմ ասում դժվար, որովհետև հիմա է հեշտ այսպես նստել եւ խոսել խաղաղության մասին։ Խաղաղությունը դեմոնիզացված է եղել տարիներ շարունակ, եղել է որպես թույլի ընտրություն, այնպիսի միֆեր են եղել խաղաղության մասին եւ առհասարակ շատ քչերն են կարողացել խաղաղության մասին խոսել։ Հիմա այդ այնց տաղավարները, որ նկատում եմ, ասում են, այդ 19-ի առաջարկին համաձայնեին, այս սրան համաձայնեին, բայց եթե մենք վերադառնանք 19 թվական եւ այսպես փորձենք խոսել խաղաղության մասին, մենք առաջինը կթիրախավորվեինք եւ կլռեցվեինք։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ մենք ստանձնել ենք այդ դժվար օրերին առաջնորդություն խաղաղության մասին խոսելու, գնալու դրա հետևից եւ ես վստահ եմ, որ 26-ին ընտրությունը լինելու է մեր օգտին, որովհետեւ մենք խոստացել ենք, մենք ապահովել ենք խաղաղություն օգոստոսի 8-ին շատ կարևոր ձեռքբերմամբ եւ մեր քաղաքացիները գիտեն ինչ է ասել ապրել խաղաղ հարևանության ներքո։ Խոսքս ավելի շատ նրա մասին էր, որ Ռոբերտ Քոչարյանը, որից դատախազությունը մի կողմից պահանջում է հսկայական ցանկով գույք, դուք էլ գիտեք դրա մասին, մյուս կողմից նրա ուժը ներկայացված է ամեն դեպքում ազգային ժողովում եւ ընդդիմության շարքերում քիչ են մարդիկ, որոնք անցնում են ամենատարբեր վարույթներով։ Այստեղ է հարցս, արդյոք մարդիկ, որոնք ըստ մեղադրանքների չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, ըստ մեղադրանքների երկրից թալանել են, ապօրինի գույք ունեն, իրավունք ունեն ներկայացված լինելու ազգային ժողովում։ Շատ կարևոր է, որ մենք այս ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք ընդունեցինք եւ ձևավորեցինք հստակ ինստիտուտներ եւ մեխանիզմներ։ Ուզում եմ հիշեցնել, որ միայն խոսքը օրենքի մասին չէ, այլ նաեւ այն ինստիտուտների եւ ենթակառուցվածքների, որոնք քննելու են գործերը, գիտեք, առանձին դատախազություն, վարչություն, առանձին դատարաններ եւ այս ամենը դրվել է նրա համար, որպեսզի նախ այն ինչին քաղաքական գնահատական տրվել է հեղափոխությամբ, այսինքն թալանին, նաև իրավական գնահատական ստանա։ Մինչ չկա որևէ դատավճիռ, այս մարդիկ ազատ են զբաղվել քաղաքականությամբ եւ պետք է ասեմ, նաև լրացուցիչ մոտիվացիա ունեն զբաղվելու քաղաքականությամբ, որովհետեւ Հայաստան դաշինք եւ Պատիվ ունեմ դաշինքը այն խմբակցություններն են, որոնք դիմել էին սահմանադրական դատարան վիճարկելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որովհետև առհասարակ իրենց հիմնական մոտիվացիան քաղաքականության զբաղվելու ոչ թե քաղաքականությունն է, այս սեփական գույքն է եւ սահմանադրական դատարանը իհարկե չճանաչեց օրենքը հակասահմանադրական եւ հիմա իրանք այսպես մահվան կռիվ են տալիս սեփական գույքի համար, թե չէ հանկարծ ինչ որ մեկը չմտածի, որ իրենց այսպեսի վեհ նպատակների համար են խորհրդանում հայտնվել։ Լավ, խոսենք նաև Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում հնչած մեղադրանքներից, ամեն դեպքում ասաց, որ ձեր ուժը ընտրվելու 0 հավանականություն ունի 2026 թվականին, որովհետև դուք տապալել եք ձեր բոլոր խոստումները, մի կողմ թողնենք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական եւ հետընտրական խոստումները, դուք տապալել եք ձեր խոստումները, խոսում եք կոռուպցիայի մասին, հիմա դուք եք կոռուպցիայի առաջամարտիկներ, խոսեց նաև մարտի 1-ի գործի մասին, ըստ էության մաքրագրեց իրեն, ասաց, որ ինքը մարտի 1-ի հետ ինչ կապ ունի, միեդի վճիռը նաև հաշվի առնելով, ասաց, որ ինքը դրանից հետո պաշտոնավարել է ամիս 8 օր, ինքը, այսինքն այդ գործով պիտի զբաղվեր ըստ էության հաջորդ ղեկավարը, այս գործը գցելով Սերժ Սարգսյանի գրպանը ենթադրում եմ, եւ ամեն դեպքում խոսեց նաև Պողոս Պողոսյանի գործի մասին, ասաց, որ դա իրեն չէր կարող որևէ կերպ խոցել, որովհետեւ տանը մայր է եւ կինը էլի իրեն ասում են ռոբով են դիմում։ Հիմա չեք կարծում, որ այստեղ էլի իրավապահ համակարգի գոնե բացը կա, որ Ռոբերտ Քոչարյանը սկսել է խոսել բոլոր այն մեղադրանքների մասին եւ մաքրագրել իրեն, որոնք վերագրվել են տարիներով հենց Ռոբերտ Քոչարյանին եւ կամ իր իշխանությանը, իր ղեկավարման տարիներին։
եւ նաեւ կուզենամ արձագանքեք ձեր հասցեին ուղված մեղադրանքներին։ Դե իրավական գործընթացները վերսկսված են, թե մարտի 1-ով նոր ապացույցների հանգամանքով Պողոս Պողոսյանի գործը կրկին վերաբացված է, այսպես վկայի արկայությունը, հա, ով նաև հաստատում է Ռոբերտ Քոչարյանի ներկայացում սրճարանում այդ օրը, այսինքն սուտ են պնդումները, բայց ես ամենևին զարմացած չեմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ապավինում են հատկապես նոր սերնդի ապատեղեկատվության վրա, այսինքն որ կարող են երիտասարդներ պարզապես չիմանալ եւ կարծել թե Ռոբերտ Քոչարյանին ինչ որ բաներ են մեղսագրվում, որոնց մասնակիցը նա չի եղել, բայց 21-րդ դարում, երբ որ տեղեկատվությունը բաց եւ թափանցիկ է, Ամեկ+ ունի հսկայական շարք անցյալի մասին, նորագույն պատմության մասին, Ազատությունն ունի շատ լավ շարք, որ խորհուրդ եմ տալիս դիտել, եւ այս ամենը, երբ որ արկա է եւ տեղեկատվությունը այսպես արխիվացված է, հնարավոր չէ ստել, այսինքն իրենք ամբողջ, այսպես ասած, ֆիշկան դնում են նրա վրա, որ քաղաքացիները չգիտեն, չեն հիշում կամ այդ ժամանակ շատ երիտասարդ են եղել։ Ես կարծում եմ, որ պետք չէ թերագնահատել հատկապես նոր սերնդի որոնողական հատկություններն ու հատկանիշները։ Իսկ ինչ վերաբերում է մեզ ուղղված մեղադրանքներին, գիտեք, sense ամբողջ օրը գալիս խորհրդանում ասում են հիփոթեկով տուն եք ձեռք բերել, չգիտեմ, այս վարկով եք գնել, բայց իրենց շարքում, ինչպես պարոն Ռուբինյանը լավ նկատեց, չկա գետ մեկնով վարկով Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում գետ մեկով վարկով տուն է ձեռք բերել, իրենց որդին, իր որդին 25 տարեկանում այսպես Forbes-ում ամենահարուստ մարդկանց շարքում էր։ Դե իրենք տաղանդավոր են։ Հա, տաղանդավորների իշխանությունը շատ տաղանդավոր ձևով ըստ էության, ըստ դատախազության հաղորդագրության, այսպես ապօրինի գույք ունի, դրա համար էլ երևի տաղանդ է հարկավոր։ Չգիտեմ, ինձ թվում է քաղաքական գնահատական շատ վաղուց Ռոբերտ Քոչարյանի թիմին տրվել է, շատ վաղուց։ Եվ իսկ ինչ վերաբերում է մեր հնարավոր կոռուպցիոն, ուրեմն գործարքների եւ այլն, ազատ է դատախազությունը քնել, քննչական մարմինները բացահայտել, մենք որևէ մեկին մեր կուսակցական պատկանելության հիմքով չենք պաշտպանելու եւ դրա բառապացույցն է նաեւ որոշ գործեր, որոնք մեր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ տեղի են ունեցել, այսինքն որևէ մեկին պաշտպանելու ցանկություն չկա եւ ես կարծում եմ, որ այս ամեն ինչը շատ հստակ նաեւ արձանագրել է վարչապետը, որ հիշում եմ մի առիթով ասեց, որ եթե իմ ամենամտերիմ մարդը զբաղվում է կոռուպցիայով, նա կդադարի լինել իմ ամենամտերիմ մարդը եւ դրա բառապացույցը կրկին մի քանի իրավական գործընթացներն են։ Նորելու քաղաքական է շարժման, ինչպես հիմա ղեկավարը Նարեկ Կարապետյանն էլ է հանդես եկել հայտարարություններով, ասել է, որ օրինակ Քոչարյանի կառավարման տարիները աչքի են ընկել տնտեսական գործարքներով, Սերժ Սարգսյանի կառավարման տարիները հենց նրա մասին էին, որ խոսքի ազատությունը, այո, որոշակի աճ է ապրել այդ տարիներին։ Ձեր իշխանությանը հատկապես գովում է կոռուպցիայի համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի առումով, այստեղ շատ զվարճալի է, իհարկե կա։ Նախ Փաստորեն պարոն Կարապետյանը լավագույն գործարք է համարում պարտքույկի դիմացը, երբ որ Հայաստանի կարևորագույն ենթակառուցվածքները կոպեկների դիմաց վաճառեց Ռոբերտ Քոչարյանը եւ իր իշխանությունները, հետո խոսքի ազատություն ասելով երևի նկատի ունի, որ Պրիվեդրոբի համար Սերժ Սարգսյանի օրոք որևէ մեկին չեն սպանել, բայց Սերժ Սարգսյանի օրոք ես պատիվ եւ առիթ եմ ունեցել օրինակ լինել դիտորդական առաքելության անդամ ընտրությունների եւ շատ լավ հիշում եմ ինչպես էին ծեծում լրագրողներին եւ որ նրանք փորձում էին նկարահանել որևէ այսպես ասած ընտրակեղծարարություն եւ ի դեպ Սիսա Գաբրիելյան մեր падգամավորի դեպքն եմ շատ լավ հիշում հարակվեի ժամանակ էր որ բռունցքներով հարցակվել էին Իսկ մեր օրոք շատ լավ է որ նկատում է համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը, բայց այդտեղ հարց է առաջանում, արդյոք իր հայրը ներգրաված է եղել, այսպես ասած, համակարգային կոռուպցիայի մեջ, թե ուղղակի աչք է փակել, այսպեսով ցուցադրելով ուրեմն անպատասխանատու վարք։ Տիկին Ղազարյան, ամեն դեպքում, եթե քաղաքական դիսկուսից դուրս դնենք առողջ ընդդիմադիր զանգվածին, որը դեռևս այդքան ակտիվ չէ նախընտրական տրամաբանության առումով, բայց ամեն դեպքում այս ուժերը ընդդիմադիր, որոնք դիրքավորվել են եւ հավակնում են հայտնվել 2026 թվականի խորհրդարանում նույն մեր ձևով, շարժումը Ռոբերտ Քոչարյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Թաթոյանը, Սամվել Բաբայան-Վանեցյան, այսինքն շատ են, այնքան վարչապետի տեխնացուներ կան եւ այնքան ուժեր կան, որ պատրաստվում են առաջադրվել եւ նաեւ շատ տեսանելի է, որ ձեր ուժի եւ այս բոլոր ուժերի անհատների եւ նախկին 3 ղեկավարների մեջ հստակ խզում կա։ Հիմա չեք վախենում, որ այս բոլորը միասին կարող են ավելի շատ ձայներ
հավաքել եւ Գյումրու սցենարը կարող է իրականություն դառնալ ամեն դեպքում, որովհետեւ տեսեք, ստացվում է, որ ելի եմ ասում, մի կողմ թողնելով առողջ ընդդիմադիր զանգվածին, ստացվում է, որ բոլորը գործելու են կամ բոլորը մեկի դեմ փորձելու են գոնե ստանալ կոնսենսուս -1 Դա չի մտահոգում ձեզ։ Հայաստան թերևս առաջատարն է վարչապետի տեխնացուների քանակով եւ ես կարծում եմ, որ սա ի ցույց է դնում Հայաստանի ժողովրդավարությունը եւ որ որևէ ուժ չի վախում այսպես առաջադրվել, ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, շատ ուրախ եմ, անհամբեր սպասելու եմ նաեւ հայտարարագրերին, իրենց ֆինանսական հոսքերի մասին տեղեկատվությանը, իսկ ինչ վերաբերում է մտավախությանը, ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան շեմը հաղթահարելու ենք միայն մենք եւ մնացած երկու ուժերը, որոնք կհայտնվեն խորհրդանում, պարզապես քվոտայի արդյունք են լինելու, ինչպես էս պահին պատիվ ունեմ խմբակցությունը, իսկ ինչպես նախորդիվ նշեցի, ես կարծում եմ բոլոր այն ուժերին, որոնց ձայնով կոշտի մեր քաղաքացին, պետք է գիտակցի, որ ինքը օժտում է քվեով ուժերի, որոնք Հայաստանը տանելու են միութենական պետության կազմ։ Շատ է խոսում, որ 26 թվականի ընտրությունները վճռորոշ են լինելու, բախտորոշ են լինելու։ Այդ գիտակցումը կա ձեզ հանրության մոտ, որովհետև պարբերաբար գիտեմ ձեր ուժը լինում է մարզերում, շփումներ ունենում։ Այդ գիտակցումը կա, թե հանրության համար սա սովորական։ Սրանք շատ կարևոր ընտրություններ են, սրանք շատ կարևոր ընտրություններ են նաև խաղաղության օրակարգի համար, որովհետև այո, խաղաղությունը հաստատվել է, բայց խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի եւ խաղաղությունը նպաստելու է մեր ինքնիշխանության տարածաշրջանում այլ դրամաբանության եւ դրամադրության ստեղծմանը եւ այդ առիթով հարկավոր է, որ մեր քաղաքացիները գիտակցեն, օժտել մեզ լիազորություններով, որով մենք կհաստատենք վերջնականապես խաղաղությունը եւ այլևս անշրջելի կլինի մեր պետականության հետընթացը, այսինքն մենք մշտապես պետք է պաշտպանենք ու փայփայենք մեր պետականությունը եւ մենք միակ ուժն ենք, որ կարող է դա անել։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ, կհանդիպենք։